Շուշան, ես առաջարկում եմ, մենք նախ ներկայանանք, ով ենք մենք, ինչ ենք մենք, ու կարճ ներկայացնենք այդ նախագիծը, որի մասին այսօր ուզում ենք խոսանք, ու որը մեր համար այնքան հարազատ, կարևոր ու արժեքավոր դառավ, որ մենք որոշեցինք դրա մասին զրուցել, ու ոչ միայն զրուցել, այլ ավելին, մեր զրույցի բովանդակությամբ կիսվել են մարդկանց հետ, ում որ սա կարող է կարևոր ու նույնպես արժեքավոր թվալ։ Նենց որ խնդրեմ, կարաս դու սկսես։ Մենք վերջապես ավարտեցինք մեր ծրագիրը, նախագիծը, որը վերաբերում էր 2016-ից 23 թվականների ընթացքում Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ մահացած երեխաների պատմությունների վավերագրմանը։ Մենք այսօր պիտի խոսենք նախագծի ամբողջ ընթացքի մասին, մարտահրավերների մասին, մեր վախերի մասին, որ միշտ խոսել ենք հարցազրույցներից հետո։ Վերջի տարիներին մենք այնքան դժվարություններով ենք ապրել, այնքան ստրեսներով, այնքան ծանր ապրումներով ենք անցել, որ մարդկանց իսկապես դժվար է տեսնել այն վերնագրերը, որոնք մենք գրում ենք, կարդալ են պատմությունները, որոնք մենք պատմում ենք, բայց նաև դա մեզ համար նոր մարտահրավեր է, հա, այս պատմությունները պատմել են պես, որպեսզի մարդիկ ոչ թե լացեն ուղղակի կամ ոչ թե վախենան եւ դնեն մի կողմ, ասեն լավ հասկացանք, մենք գիտենք, բայց թողեք շունչ քաշենք, մենք էլ ուժ չունենք, այլ կարդան վերհիշելու համար, չմոռանալու համար եւ հասկանալու համար, որ այն ինչով մենք բոլորս անցել ենք որպես հասարակություն, գուցե մեզ այս պահին թվում է անցած, բայց զոհված երեխաների ընտանիքների համար դա անցած չէ։ Այնպես չի, որ իրենք կորցրել են իրենց երեխային եւ վերջ, նրանք ամեն օր են կորցնում այդ երեխային, նրանք ամեն օր են հիշում, նրանք ամեն օր են իրենց մեղադրում, իրենք մտածում էին ես պետք է զգայի, ես պետք է չուղարկեի, ես պետք է վերջի օրը հիշեի ու համբուրեի իմ բալիկին։ Եվ դու հասկանում ես, որ այս մարդիկ դատապարտված են ամբողջ կյանքում այս ամեն ինչին։ Ու այդ ամեն ինչը չի եղել ինչ որ հեռավոր աշխարհի ինչ որ անկյունում, դա եղել է մեզ հետ, ու մենք դա պետք է հիշենք, եւ մենք չպետք է վախենանք այդ պատմություններից։ Ինձ համար ամենակարևորը երևի այս նախագծում դա է եղել։ Նախքան այս վավերագրումը անելը ես չէի պատկերացնում, որ պատրաստ կլինեմ մտնելու այս թեմայի մեջ, որովհետեւ ինձ համար լրիվ ուրիշ բան է, երբ որ դու գրում ես զոհված զինծառայողի պատմությունը եւ լրիվ ուրիշ բան է, երբ որ դու վավերագրում ես երեխայի մասին, որը տան կամ դպրոցի բակում հրետանակոծության ժամանակ կամ վախից մահացել է, որովհետեւ առաջի դեպքում դու պատրաստ ես լինում, որ լսելու ես ծնողից, թե ինչպես այրա երեխային մեծացրել, ուղարկել բանակ, պատերազմի մանրամասները, այդ հաղթահարումը նաև ոնց է իրա տղայի կորուստը հաղթահարում, իսկ երկրորդ դեպքում դու իսկապես չգիտես ինչից խոսել, որովհետև օրինակ երեխաները 8 տարեկան են, 7 տարեկան են եւ դու չգիտես ինչ հարց տաս, հա, ինչպես տեղի ունեցավ ու ինքը սկսում է երկար պատմել ու ինչ որ մի պահից քո բոլոր զգայարանները անջատվում են, որովհետեւ ոնց հավատը չի գալիս, որ այդ ամբողջը մանրամասներով բոլոր կարող է երբևէ տեղի ունեցած լինի։
Ինձ համար ամենադժվարը զրույցի սկիզբն էր, երբ որ դու մտնում ես մարդու տուն, այո, նա քեզ սպասում է, նա ընդունում է քեզ եւ դու պետք է ունենաս փոքրիկ զրույց, որովհետեւ չես կարող, չէ՞, մարդու տուն մտնել եւ միանգամից ասել, դե նստենք զրուցենք։ Փոքրիկ զրույց, այսպես աշխարհիկ ինչ որ զրույց եղանակից, ընտանիքից, քաղաքից կամ ինչ որ այդ օրվա հայտնի իրադարձությունից, ու ինձ համար միշտ այսպես լարախաղացի պես ճշգրտություն էր պահանջում այդ սկզբի զրույցը տանել ճիշտ հավասարակշռության մեջ մի կողմից առանց ավելորդ ինչ որ պաթոսի մյուս կողմից առանց ցուցադրելու քո տխրությունը ընտանիքի վշտի նկատմամբ այ կոմոդ ոնց էր դու ինչ ես հիշում այդ պահերից երբ որ դու պետք է շփվես դեմ առ դեմ նախապատրաստես զրույցին քո դիմաց գտնվող երեխա փոքրիկ երեխա կորցրած կնոջը կամ հորը բայց կառուցես այդ անտեսանելի շատ նուրբ ու մեղմ կամուրջը ինձ համար առհասարակ դժվար է եղել հավասարակշռությունը գտնելը հարցերի հերթականության մեջ որ հարցից հետո ինչ պիտի տաս հա այսպես որովհետև սովորաբար դու ինչ որ պատրաստվում ես, հա, քո մտքում ինչ որ բաներ ունես, բայց գնում ես հարցազրույցի, մտնում ես տուն ու հասկանում ես, որ քո սպասելիքները գուցե չարդարանան, որովհետև կինը օրինակ չի սիրում խոսել կամ պետք է լինի այլ մեկը, որ պատմի այդ պատմությունը եւ այլն, ու ինձ համար շատ դժվար էր իրենց ցույց տալը, որ իսկապես դա ինձ համար կարեւոր է որովհետև երբեմն իրենք չեն հավատում որովհետև շատ հաճախ լինում են զրույցներ որ ասում են հա լրագրողներն եկան գրեցին սխալների մասին են ասում դե գնացին ու վերջ այսինքն իրենք նաև փակվում են քո առաջ ու շատ դժվար է լինում ցույց տալը որ իսկապես այս պատմությունները կարևոր են եւ մի դեպք եմ ուզում հիշեմ մեր հարցազրույցներից երբ որ մենք մտանք ընտանիքներից մեկի տուն ու այդ կինը ասեց սա մեր երրորդ տունն է ու ես իսկապես չմտածեցի ինչի հա պատճառը որն է եղել որ իրենք փոխել են իրենց տունը ու ինքը ասեց խաղահրապարակի ձայները ին վրա ազդում են ու ես հիշում եմ, որ մենք լռեցինք երկուսս մի պահ հետո ես նյութը բնականաբար այդ խոսքերով սկսեցի իր ու ես հիշում եմ մեր լռությունը ու իմ անհանգստությունը, թե ես իր այդ խոսքերից հետո ինչ պիտի ասեմ ու ես հետո սկսեցի խոսել իրենց այդ նոր տան մասին, ոնց են հարմարվել եւ այլն եւ այլն ես հիշում եմ մեր մոտ դժվարություն էր լինում հարց տալու այն մասին, թե ինչ դուք տեսաք, այսինքն խնդրել նկարագրել մանրամասն, երբ որ դուք տեսաք ձեր երեխային ռմբակոծությունից հետո ինչ վիճակում էր նա։ Երկուսս էլ հասկանում էինք, որ հիմա շատ վատ բան ենք անում, որտեվ հաճախ պատմողը ինքը դա ասում էր թռուցիկ, որպեսզի ամբողջությամբ չվերադառնա դրան, որպեսզի ընթացքը, հա, գործողությունների ընթացքը շարունակի, բայց մենք ինչ որ պահի կարծես թե եկանք այդ ինչ որ հարցերի ձևակերպման այնպիսի ֆորմատի, երբ որ դու թեկուզ անհարմար զգալով, թեկուզ ես հիշում եմ մենք նույնիսկ ներողություն էինք խնդրում, մենք ասում ենք ներողություն, դուք կարող եք այս հարցին չպատասխանել, բայց եթե կարելի է, կասեք ինչ տեսաք դուք այդ պահին, երբ որ մարդիկ շրջապատել էին ձեր երեխային եւ դուք մոտեցաք իրան, ինչ էր նա որտեղ էր պարկած եւ ով էր նրա ձեռքը բռնել, դա շատ դժվար էր իմ համար ու երբ որ մենք խոսում էինք նաեւ քեզ համար, երբ որ դու կարող ես այդ հարցը չտալ, որովհետեւ արդեն բարձ է ինչ է տեղի ունեցել, բայց քանի որ մեր խնդիրն էր վերհանել պատմության ամբողջ ընթացքը եւ փաստերը եւ ապրումները մարդկանց եւ այսօր բազում շերտերը մենք ստիպված էինք դա անել, բայց ես մինչեւ հիմա որ հիշում եմ զրույցների այդ դրվագները, այսպես մի քիչ
անհարմար զգալու այսպես տպավորություն է լինում, որ մի կողմից գիտես, որ դա ճիշտ էր անել, մյուս կողմից մտածում ես, որ դու այդ պահին կատարել ես մի ընտրություն, որը այլ իրավիճակում գուցե չանեիր։ Այդ դրվագներն են, որ իմ մոտ sense մնացել են։ Ես նաև հիշում եմ, որ մենք հարցնում էինք մահվան մասին, երբ է մահը վրա հասել, արձանագրվել, ու երբ որ մամաներն ասում էին, հա, հիմա մահվան վկայականը գնամ բերեմ, այդ այնքան ինձ այնքան մեղավոր է զգում այդ ժամանակ։ Երբ որ ինքը գնում էր ուրիշ սենյակ, մահվան վկայականը բերում էր, ու ինքը կարդում էր, թե մահվան վկայականի մեջ ինչ է գրված։ Հա, երևի այդ, որովհետև էմոցիոնալ վիճակից կտրուկ անցում էր լինում դեպի իրավաբանություն, չէ, դեպի իրավական ձևակերպում, ու դու նորից հայտնվում ես իրավիճակում, երբ որ պետք է ճիշտ ինչ-որ սահմաններ պահես։ Գլխավոր անարդարությունը, որի մասին խոսում էին ծնողները, իհարկե բացի այս մեծագույն ողբերգությունից եւ իրենց զավակների կորստից, իրենց աղջիկների, տղաների, դա հասարակության հայաստանյան հասարակության արձագանքներ, երբ որ փաստորեն իրար հետ նույնիսկ անծանոթ մարդիկ, որոնք կորցրել են իրենց երեխաներին, ըստ էության խոսում էին նույն բանի մասին, որ հերիք չի իրենք հողին են հանձնել իրենց երեխաներին, հերիք չէ անցել են մեծագույն ողբերգության միջով այդ ամենը ընդունելու, հետո նաև տունը կորցնելու, Հայաստանում ինչ-որ ձև տեղավորվելու, երեխայի գերեզմանը տեղափոխելու կամ դրա հնարավորությունից զրկված լինելու, այլ նաև իրենք մինչ օրս, դա կլինի 16 թվականի դեպքը 20, թվի 21-ի թե 23-ի, իրենք ստիպված են լինում տարբեր մարդկանց հետ շփումներում արդարանալ իրենց կորստի համար, երբ որ տարբեր մարդիկ, նույնիսկ բարեկամ, նույնիսկ հեռուծանոթ, կարող են իրենց թույլ տալ խոսալ այն մասին, որ եթե երեխայի հետ նման բան է եղել, ծնողն է մեղավոր, գայք Հայաստան, այնտեղ չապրեիք, ու նմանատիպ այլ հրեշավոր արտահայտություններ, որոնք այս մարդկանց ուղղակի առանձնել բաց, առանձնել ամեն օր արնահոսող վերքերին ավելի են աղլցնում, ավելի են այսպես այրում ու ուղղակի թույլ չեն տալիս նույնիսկ հնարավորություն ունենալ հաղթահարել այս ամեն ինչը։ Հասարակությունը ոչինչ իսկապես չի անում, որ մայրը, որ իր երեխային օրինակ 16 թվականին է կորցրել կամ 23 թվականին է կորցրել, իրեն մենակ չզգա։ Գոնե մենակ չզգա, որովհետև վստահ եմ հիշում ես, բոլոր հարցազրույցների ժամանակ այս կանայք ասում էին, որ այնտեղ ուրիշ էր, որովհետև այնտեղ գիտեին մեր պատմությունը։ Ես հիշում եմ, թե ինչքան մանրամասն էին այս կանայք պատմում, թե ինչպես են պահել համայնքում այս երեխաների հիշատակը։ Հա, շատ հուզիչ պատմություն։ Օրինակ, որ այգի են տնկել, ծառեր են խնամել դպրոցի բակում։ Ու երբ իրենք եկել են Հայաստան, իրենք չեն պատմում իրենց պատմությունը, որովհետև մտածում են, դե այստեղ չեն անցել այդ ամենի միջով, չգիտեն եւ չեն ապրում ակցի։ Երկուսիս համար էլ դժվար է եղել հասկանալու, թե որն է ճշմարտությունը, ճշգրիտ թվեր ունենալու, թե 2016 թվականից մինչև 23 թվականը, հա, տեղահանությունը, որ ինձ շատ զայրացրել է իրականում։ Ես հիշում եմ, որ այդ պատասխաննամակ էի ստացել քննչական կոմիտեից ու շատ ջղայնացած ձայնային եմ քեզ ուղարկել, որ ոնց կարելի է սենց պատասխան ուղարկել։ Մենք ընդհանրապես թիվ էինք ուզում։ Թե քանի երեխա է 16 թվականից մինչև 23 թվականը քանի երեխա է զոհվել, ընդհանրապես թիվ։ Ու ինձ պատասխանել էին, որ այդ ժամանակահատվածում զոհվել է 6 երեխա, 7 երեխա։ Ու ես բացում եմ, նայում եմ, հա, մամուլում գրված տեղեկությունները, նույն քննչական կոմիտեի
գրած տեղեկությունը 23 թվականին, որ միայն 23 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ի ընթացքում 6-ից ավել երեխա է մահացել։ Ու ես մտածում էի, որն է խնդիրը, որ պետական մարմինները չունեն թիվ։ Ու երբ որ ես զուգահեռ աշխատում էի պատմությունների վրա, մտածում էի, ասում էի, նենց տպավորությունն է, որ այս երեխաները չեն էլ եղել, որ այս կանայք չեն եղել, այս պատմությունները չեն եղել։ Եթե մենք առանձնացրել ենք 10 պատմություն եւ գրել ենք 5-ի մասին, ոնց է ստացվում, որ պետական մարմինը պատասխան է ուղարկում, որ ընդամենը 7 երեխա։ Ու շատ կարևոր է այստեղ նաև ինձ համար այդ ընդամենը բառը, որ ինչ-որ մի պահի մենք սկսեցինք թվերով այլևս մտածել, որ ունենք 1 զո, 2 զո, 3 զո, բայց մենք չենք մտածում, որ այդ մեկի հետևում կյանք է ինչ-որ մեկի, 2-ի հետևում էլի ինչ-որ մեկի կյանքն է։ Այսինքն այդ ընդամենը բառը մեղմացնում է ոնց որ։ Բայց չպիտի դա տենց լինի։ Հիմա զրուցում ենք, բայց իմ համար շատ հուզիչ է, որ մենք խոսում ենք երեխաների անուններն ենք տալիս ու շատ բնական ենք դա անում եւ այսպես ինչ որ ջերմություն կա իրանց անունները տալու մեջ, հա։ Ես հիշում եմ մեր առաջին նկարահանումը, երբ որ գնացել էինք Վիկտորիայի ընտանիք ու միջուտու հարցազրույց էի անում, ես մի բառ առանձնացա ու սկսեցի լուսանկարել իր իրերը ու այն դարակը, որը իր հիշատակի համար է դրած, եւ լուսանկարեցի իր դպրոցական առաջի դասարանի վինետկան, որտեղ իր մեծ լուսանկարն էր ու տակը գրած էր երջանիկ մանկություն։ Այդ պատկերը ուղղակի ամբողջ ընթացքում ինձ հետապնդել է։ Այդ խոստումը, որ ամեն ծնող տալիս է իր երեխային, նրա ծնվելու պահին երջանիկ մանկության, այդ խոստումը, երբ որ տալիս են մանկապարտեզները, դպրոցները, ամբողջ հասարակությունը, որ երեխան պետք է լինի երջանիկ, պետք է վայելի, այդ անհոգ փուլը մինչև մեծ կյանք մտնելը, ու հիմա, երբ որ մենք պատմում ենք պատմություններ կյանքերի մասին, որոնք ընդամենը մի քանի տարի են տևել, կան երեխաներ, որոնք նույնիսկ կարդալ չհասցրին սովորել։ Երբ որ մենք գնացել էինք Գոհարինեի տուն, որը կորցրել էր իր տղային 16 տարեկան Սերգեյին։ Եվ հրդեհակոծության ժամանակ հենց տան վրա եւ երբ մենք սկսեցինք խոսել դեպքի մասին, ինքը անընդհատ իր ձեռքը շոյում էր ու երկուսս անգիտակցաբար նայեցինք ձեռքի ուղղությամբ եւ ես հարցրի ինչ ա եղել ձեր ձեռքին եւ ասեց որ դեռ բեկորներ կան եւ ինքը չի հանում այդ բեկորը չի հանում որովհետեւ ես այդպես մտածեցի հետո այդ ցավը գուցե ինքը անընդհատ ուզում է զգա որովհետև իր որդին գուցե ավելի մոտ կլինի իրան այդ դեպքում կամ երբ որ մենք գնացել էինք Վիկտորիայից տուն Վիկտորիան մահացել էր Տամբակում հրետանակոծության ժամանակ եւ ես հիշում եմ այդ փոքրիկ ճամփրուկը որ իր մաման բերեց հյուրասենյակ հանեց երեխայի շորերը վարդագույն փայլիկներով ու պատմեց որ ինքը բարբերաբար դա լվանում է հարթուկում է
հետադնում էլի ճամփրուկի մեջ։ Նման նուրբ եւ ծանր թեմաները իհարկե շատ ավելի շատ փորձ են պահանջում, որը մենք իսկապես կարող է եւ չունենայինք։ Կարող է ընթացքում սխալներ ենք թույլ տվել շփման մեջ, կարող է հոդվածները տեսնեն կամ ֆոտոշարքը տեսնեն մարդիկ, չհավանեն կամ մտածեն մի փոքր այլ ձևի կարելի էր անել, բայց ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք անել այն, ինչ որ ի սկզբանե պլանավորել ենք, այն ինչ որ ի սկզբանե որոշել ենք անել, անցնելով տարբեր փուլերով, պլանավորման, նկարանման, հետո հրապարակման, ու իսկապես հույս ունեմ, որ մեր այս նյութերը կգտնեն իրենց ընթերցողին։ Ամենակարևոր բանը, որ ես երևի ձեռք բերեցի այս ընթացքում, այդ լռությունների իսկական արժեքը գնահատելն է, որովհետև նման թեմաներում, երբ որ դու մտնում ես շատ նեղ, անձնական, ողբերգության դաշտ, պիտի կարողանաս լսել։ Ես գիտեմ, որ մեր արած շարքը, մեր արած նյութերը ծանր են, բայց ես շատ եմ ուզում, որ մարդիկ դրանք ընթերցեն։ Պարտադիր չի, որ բոլորը մի անգամից, պարտադիր չի, որ այդպես ինքդ քո նկատմամբ բռնանաս, զգաս, որ չես կարող, բայց ստիպված գնաս, հա, այդ ծանր ընթերցանությանը։ Բայց ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր կհանդիպեն մեր նյութերին կամ մեր զրույցից հետո գուցե իրանց հետաքրքիր կլինի ծանոթանալ, լավ էս ինչ են արել, որ այսքան խոսում են, մի քիչ տրամադրվեն, իմանան, որ հեշտ չի լինելու, բայց կարդան, որովհետև ամեն ընթերցողի մտքում այս մարդկանց կյանքերը կենթանանալու են, իրանք նորից են ծնվելու, այո, վերջում նորից մահանալու են, բայց սկզբում իրանք արժանի են նրանց, որ իրենց մասին կարդան իմանան, որ իրանք եղել են, որ իրանք իրավունք են ունեցել այս կյանքը ճանաչելու, իրենք պետք է այդ իրավունքը ունենային, բայց չունեցան, ու այդ լուսանկարը, որը Վիկտորիայի նյութի ֆոտոշարքի մեջ ես պարտադիր թողել եմ, ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն այդ աղջկա, այդ գեղեցկուհու մեծ աչուկները, կարդան տակի գրությունը, երջանիկ մանկություն եւ իմանան, թե ինչ է եղել նրա հետ, ինչ է կատարվել նրա հետ։ Մենք պարտավոր ենք դա իմանալ եւ դա հիշել։